Սիրում ենք ձեզ անսահման։ Իշխանությունները պետական բյուջեից ավելի քան 20 միլիոն դրամ են հատկացրել այսօր քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումներ իրականացնելու համար։ Մայրաքաղաքի Ամիրյան փողոցը ամբողջությամբ փակ է երթևեկության համար, այնտեղ խորոված փարթի է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադառնալով այն քննադատություններին, թե անընդունելի է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրը նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ անել, նշել է, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում։ Տարբերությունը նա է, որ 3 Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն էր, այսօր էլ քաղաքացու օրն է։ Ներողություն եմ խնդրում։ Ես երեք եղել եմ Ծիծեռնակաբերդում ու ոգեկոչել ենք մեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այսօր էլ մեր ժողովրդի հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց հետ նշում եմ քաղաքացու օրը։ Այս է տարբերությունը։ Տարբերությունն է, որ մենք մեր ժողովրդին չենք ուզում բան անենք, ասենք, երբ որ պետքա ոգեկոչենք հիշատակը, հիշատակում ենք, երբ որ պետքա տոնենք հազարավոր մարդկանց հետ, տոնում ենք։ Օրվա ավարտին Հանրապետության հրապարակում նախատեսվում է մեծ համերգ, որին մասնակցելու են արտասահմանից հրավիրված մի շարք հայտնի աստղեր։ Նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր վարչաբենդի հետ ևս ելույթ է ունենալու։ Թուրքիան առաջարկել է Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ներգրավել տարածաշրջանային պարլամենտական ձևաչափի մեջ։ Ամիրյան փողոցում լրագրողներին հայտնել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա փոխանցմամբ Թուրքիայի հետ սահմանների բացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ կողմերը շատ մոտ են դրական արդյունքների։ Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան եւ կարծում եմ, որ ավելի շատ լավ բաներ ենք ունենալու ապրանքաշրջանառություն, սահմանի բացում, տնտեսության եւս աճ ենք ունենալու, մարդկանց տնտեսական վիճակն այլի լավանալու, բայց հասկանում եք, տեսնում եք կողքը ինչ է կատարում, ամենտեղ պատերազմ է, մեր հարևան Իրանում պատերազմական իրավիճակ է, վերևը Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմ, ամենտեղ պատերազմ է ու փառք Աստծո, երևի Աստված մեզ մի քիչ խնայել է, խղճացել է, այս երրորդ այս համաշխարհայինի մեջ մենք երևի այնքան ենք այս տարիների հարյուրամյակների ընթացքում բաների մեջով անցել, երևի Աստված խղճացել է, ասել է կլինի հայերին մի որոշ ժամանակով վատ բաները հանգիստ թողեն։ Ամիրյան փողոցից ոստիկանները բերման են ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն Վարդգես Գասպարին պառկել էր գետնին չքաղաքացու օրգրությամբ պաստառով։ Ոստիկանության գվարդիայի աշխատակիցները քաղաքացու ձեռքերից ու ոտքերից բռնած նստեցրել են ոստիկանական միկրոավտոբուսը։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ապրիլ 24-յան ուղերձ է հղել, նշելով, որ հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։ Մեջբերում այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ լինելը իմ էության եւ դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր եւ այն խորացրեց իմ կապն արմատներիս հետ այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։ Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի եւ աշխարհի բոլոր տառապողների համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի եւ նրանց ցավը չանտեսվի։ Մեջբերման ավարտը։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում։ Մեջբերում մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության ձեռքով ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի եւ Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի, գրել է Նյու Յորքի քաղաքապետը։ 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի, շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ, եզրափակել է Զոհրան Մամդանին։ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը ավելի շատ հայտնի է որպես Տատիկ Պապիկ, հայտնվել է ոչնչացման եզրին, ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Համացանցում բազմաթիվ ադրբեջանցի օգտատերեր սպառնում են, թե իբր սա ապրիլի 23-ին Թուրքիայի դրոշն այրելու պատասխանն է, իսկ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, պահանջելով Հայաստանի իշխանություններից պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց։ Սա Ադրբեջանից հնչող
բացահայտ սպառնալիք է։ Իդեպ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը մեր մշակութային արժեքներն օգտագործում է որպես զենք։ Հենց նույն Տատիկ Պապիկի արձանը 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո ենթարկվել է վանդալիզմի։ Օրերս էլ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եւ Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցիները։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ մենք ենք մեր սարերը հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության այլ անդամներ հանդիպել են Պայեստազորի սպաների միության անդամների հետ։ Հանդիպան ընթացքում Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է ամենաանհույս իրավիճակներում միավորվելու իր ունակությունը, ինչի վառօրինակը հենց Պայեստազորի սպաներն են ու նրանց կերտած հաղթանակները։ Կարապետյանի խոսքով հաջողության հասնելը հնարավոր է միայն համախմբման ու միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ հիմք կհանդիսանա հզոր, խաղաղ ու կայուն Հայաստանի ապագայի կերտման համար։ Ֆրանսիացի գրող, լրագրող եւ ճանապարհոր Սիլվեն Տեսոնը հարցազրույցներից մեկում խոսել է այն մասին, թե որքան կարևոր է Հայաստանը Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի համար։ Եթե Հայաստանը վերանա, դա չպետք է համարել ուղղակի հերթական պատմական ողբերգությունը կամ եւս մի էջ ազգերի վերջի պատմության մեջ։ Սա շատ ավելի խորը եւ կարևոր հարց է։ Տեսոնի կարծիքով Հայաստանն իր էությամբ եվրոպական է։ Այն մի յուրահատուկ մշակույթ է, որը գտնվում է տարբեր աշխարհների ու տարածաշրջանների խաչմերուկում, նշել է ֆրանսիացի գրողը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, նշելով, որ թշնամիները թիրախավորում են երկրի ենթակառուցվածքները բնակչությանը դժգոհեցնելու համար։ Երկրի առաջնորդը շեշտել է, որ թեև զոհաբերությունների անհրաժեշտություն դեռևս չկա, սակայն սպառման վերահսկողությունը խիստ կարևոր է ներքին կայունությունը պահպանելու եւ թշնամական ծրագրերը ձախողելու համար։ Այս ամենի ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային վերջապես արթնանալ։ Ըստ նրա, մայրցամաքը հայտնվել է մի եզակի ու վտանգավոր իրավիճակում, երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները միաժամանակ դեմ են եվրոպական շահերին։ Մակրոնը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն այլևս հուսալի դաշնակից չէ, եւ Եվրոպան պետք է խուսափի Վաշինգտոնի այսպես կոչված վասալը դառնալուց։ Չինաստանը բառացիորեն սպանում է եվրոպական արդյունաբերության մեծ մասը, իսկ Եվրոպան չափազանց միամիտ է այդ սպառնալիքը նկատելու համար։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը լրացրել է չինական տեխնոլոգիական թռիչքը որակելով որպես ծայրահեղ սպառնալիք ամբողջ արտադրության համար։ Բացի այդ, ըստ Մակրոնի, ԱՄՆ նախագահի հայտարարությունները անորոշություն են ստեղծում ՆԱՏՕ-ի դաշինքի հիմնարար 5-րդ հոդվածի շուրջ, փաստացի թույլատնելով Եվրոպայի պաշտպանությունը։ Ըստ Մակրոնի, Եվրոպան պետք է դադարի հույսը դնել ուրիշների վրա եւ սկսի գործել որպես ինքնուրույն ուժ։ Պատասխանելով հարցին, թե ինչ կանի Ֆրանսիան, եթե Էգեյան ծովում Հունաստանի ինքնիշխանությունը վտանգվի, Ֆրանսիայի նախագահը նշել է. Եթե ձեր ինքնիշխանությունը վտանգված է, արեք այն, ինչ պետք է անեք։ Մենք կլինենք ձեր կողքին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Բաքու եւ հանդիպումը Իլհամ Ալիևի հետ տեղի է ունենում տարածաշրջանային բարձ զարգացումների համատեքստում։ Պատերազմից ի վեր սա Զելենսկու առաջին այցն է Հարավային Կովկաս, որի ընթացքում կողմերը կենտրոնացել են անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում 5 նոր համաձայնագրի, հակաօդային պաշտպանության եւ ԱՏՍ-ների տեխնոլոգիաների փորձի փոխանակման վրա։ Ըստ ԶԼՄ-ների Զելենսկին նաեւ առաջարկել է Ադրբեջանում անցկացնել Ռուսաստանի հետ բանակցություններ։ Չնայած Ուկրաինայի հետ կապերի սերտացմանը, ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն ջերմացել են։ Մոսկվան եւ Բաքուն կարողացել են հարթել նախկինում եղած տարաձայնությունները, օդանավի կործանումը, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումները։
Մահապատիժը վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես դաշտային մակարդակով քայլեր է ձեռնարկում։ Գերատեսչության նոր որոշման վերականգնվելու են մահացու ներարկումները, ընդլայնվելու է պատժի իրականացման մեթոդների ցանկը, ներառելով նաև գնդակահարությունը։ Գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ նախորդ վարչակազմը թերացել է երկրի անվտանգության հարցում, եւ այժմ նոր մեթոդներ են պետք։